հանգարց վարչապետը մեկնի Մոսկվա եւ պատկերացրեք Մոսկվայեն Նյու Յորք, հատկապես ինտիմատիր շրջանակներ, քիչ մը հեքնանքով, դե օրը Պեկին ես, օրը Մոսկվա ես։ Տակառակը, բայց ի՞նչ կա այդտեղ հայտնելու։ Դե որ հստակ չէ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչ է։ Հստակը ո՞ն հայ արտաքին քաղաքականությունը ճառագայթ չի։ Ըստ մի գծով։ Դե հիմա մենք ռուսական ոլորտի մեջ ենք։ Դա սխալ հարց է։ Բայց հիմա ո՞րն է Հայաստանի գիծը ո՞րն է, ինձ իսեք, անգեղձորը։ Ախր ես ասում եմ գծեր չկան, դուք ասում եք գիծը, մի գիծ պետք է լինի։ Ձեր հարցից բխում է։ Հիմա աշխարհը այդպես է, բան։ Ո՞վ է ասել որ այդպես է։ Ո՞վ է ասել որ այդպես է։ Դե դուք հագարակը պիտի ասեք։ Ո՞վ է ասել։ Այս վերջին զարգացումներն իդ կարծեք քիչ մը Եվրոպան այսպես իդ կաշված է Հայաստանեն կամ եվրոպական օրագարկը դուք ինչպես կգնահատեք որովհետև նաև արևմտամետ ուժեր ցեզի կմեղադրեն որ այն ինչ որ ազգային ժողովը որտեղրեց եվրոպական ինտեգրման վերաբերյալ այո այդ ադի բարձի թողրած է եւ մորցված է այդ մեկը։ Ո՞վ է ասել որ մորցված։ Ինչ է, այնտեղ ինչ է իրավիճակը եւ դուք վերջերս նաեւ Ստրասբուրգ եք։ Այո, ընդհանուր եվրոպական մթնոլորտը ինչ է այսօր։ Պարոն Արյան, եվրոպական ինտեգրումը միայն հայտարարությունը չի, միայն դիմումները չեն։ Դա process է, բանի։ Կանոնակարգերի հարմոնիզացիա։ Մի բան, որ հիմա արվում է։ Որ այսօր օրինակ չգիտեմ, մեր առևտուրը Եվրամիության հետ անցած տարվա վրա աճել է մոտ 10%-ով, ինչը նաև շնորհիվ այն բանի, որ բազմաթիվ ապրանքների մասով արդեն արտահանման թույլտվություն ունենք կամ արտահանման ծավալների աճ ունենք, ելի կառավարության համապատասխան որոշումների հետևանքով, մասնավորապես մաքսատուրքերը սուբսիդավորելու որոշման հետևանքով։ Դա էլ չէ եվրոպական ինտեգրում, այսինքն դու պիտի ոնց որ ոտիդ ժողովրդական լեզվով ասեմ, ոտքիդ տեղ անես, քեզ ամուր զգաս տնտեսապես այդ միջավայրում, որ կարողանաս առաջ շարժվել, չէ։ Ինչը որ մենք հիմա անում ենք։ Անցած տարի, երբ որ բանը Ռուսաստանի հետ այդ կհիշեք ոսկու, ադամանդի առևտուրը ինչքան էր, հասել էր արդեն 11 թե ընդհանուր ծավալի մեջ էր 11-ից ավել միլիարդ դոլար էր։ Այս տարի արդեն իջել է 2.7 միլիարդի կարգի կամ մեծ մասը Ռուսաստանի հետ էր, հա, բայց այս թիվը հիշում եմ, այսինքն 4.3 անգամ կրճատվել է։ Այս ժամանակ ասում էին դուք գնում եք դեպի Ռուսաստան։ Ասես արտահայտ հիշում եմ, դե որ ոսկու առևտուրը շատ է, դե որ հասել է, այլ հաշվի չէին առնում, որ ոսկու առևտրի մեջ բանը իր մարժան եւ ընդհանրապես եւ դրանից ուրեմն համախառը ներքին արդյունքին եկած մասնաբաժինը շատ քիչ է, որտեվ ապրանքի յուրահատկությունն է այդպեսին, ինքը թանկարժեք ապրանք է։ Հիմա դա որ 4.3 անգամ կրճատվել է, 4 առաջի 7 ամիսների տվյալներով, էլ տարին չենք փակել։ Բա չեն ասում, որ ոնց եղավ որ կրճատվեց, շատ բարձ։ Ուղղակի տարբեր տնտեսական, որոշ դեպքերում քաղաքական, որոշ դեպքերում լոգիստիկ պատճառներով, ոչ ինչ որ աշխարհքաղաքական, ինչ որ գլոբալ զարգացումների ուղղակի կրճատվել է։ Դա ինչ եմ սա ասում, ուզեմ ասեմ, որ այդ ձեր բաները, այդ գնահատականները, հա, այն ուղղությամբ սառել է, այն ուղղությամբ տաքացել է, հաճախ հիմնված են ոչ վերաբերելի փաստերի վրա։ Ինչից է երևում, որ սառել է, ինչն է սառել։ Ասենք եվրոպական միության դիտորդները այստեղ կանգնած են։ Եվրոպական բանի, ուրեմն Եվրահանձնաժողովի հետ վերջերս պայմանավորվածություն ձեռք բերվեց հավելյալ ֆինանսական աջակցության EBRD-ից, EIB-ից, այսինքն վերակառուցման եւ զարգացման բանկից եւ Եվրոպական ներդրումային բանկից, ուրեմն հյուսիս-հարավի, ուրեմն Սիսիան, Քաջարյան հատվածի ֆինանսավորման առաջին տրանշները արդեն գալիս են, արդեն այնտեղ շինարարությունը գնում է, այն մյուս թունելների հատվածը հավանաբար ֆրանսիացիները կանեն։ Այսինքն ամենին դա եվրոպական ինտեգրում։ Դերին էր ուրեմն հարցը, որ մեր դիդողնալ իմանա, որ ինչ գործընթաց։ Իհարկե, բա դա է, բա եվրոպական որակի ճանապարհն է։ Այսինքն իրենք դժգոհ չեն այս Թրամփի Թրամփը վերաբերում է միայն այդ հատվածին։ Այդ հատվածին մեղրի այդ 42 կիլոմետրին է վերաբերում, դա չի վերաբերում Հայաստանի մյուս բոլոր ոլորտ։ Հիմա էլ բաց է դաշտը։ Ասենք մենք այլ ենթակառուցվածքներ չունենք։ Մեր հենց ամենավառ օրինակ հյուսիս-հարավը։ Մենտեղ մենք ահռելի ներդրումների կարիք ենք ունենալու։ Այսքանը հələ սա
այդ Սյունիքի հատվածն է, հələ բայց էլի հատվածներ, չէ՞, այնտեղ Վայոց ձորում կա հատված, ուրեմն Հյուսիսում կա հատված, այսինքն հոթրիփով չի վերջանում բանը, համագործակցության բանը, շրջանակը, ընդհակառակը նոր է սկսվում։ Ես նման սիգնալներ չեք նկատել։ Trip-ի հետ կապված չէ, ամենևին։ Դե Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն դուք շատ լավ, ինչ որ որոշ տեղեր գիտեմ, որոշ տեղեր միգուցե եւ իրանց ինչ որ ներքին հարցերով դեռ հստակ չէ։ Ինչ որ կարող է եւ ինչ որ հարցերով ունեն տարաձայնություններ, ՆԱՏՕ-ի այդտեղ ֆինանսավորման, Ուկրաինա պատերազմի, Ուկրաինայում պատերազմի եւ ինչ որ հարցերում եւ ինչ որտեղ իրանց այդ ներսի այդ հարաբերություններում այդ բաց հատվածները կարող է մենք զգանք, բայց դա կապ չունի Հայաստան ԱՄՆ եւ Հայաստան Եվրամիություն հարաբերությունների։ Դա իրանց մեջի ընդհանուր քաղաքական ընկալումների մեջ եղած ինչ որ տարբերությունների դրսևորումը կարող լինի, որը մեզ հետ որևէ կապ չունի։ Մենք նման ամենայն դեպս ինչ որ այտենց մեսեջներ ես որ չեմ ստացել, որ ասեն այ ինչի էսպես կամ անենք էսպես կամ ինչի ամերիկացիները հենա մենք էսպիսի մեսեջներ ես չեմ ստացել, ակնարկներ նույնիսկ չեմ ստացել։ Գիտեք, հաջող նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ վարչապետը թիրախ կդառնա այն իմաստով, որ մենք դակավին չենք տեսներ հստակ նշանը, թե Հայաստանը դեպի ուր գովի։ Հանկարծ վարչապետը մեկնի Մոսկվա եւ պատկերացրեք Մոսկվայից Նյու Յորք, այսպես քիչ հատկապես ինտիմատիր շրջանակներ, այսպես քիչ հեքնանքով, թե օրը Պեկին է, օրը Մոսկվա է։ Բայց ինչ կա այդտեղ հեգնելու։ Դե որ հստակ չէ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչ է։ Հստակը ո՞րն է, արտաքին քաղաքականությունը ճառագայթ չի։ Ասես մի գծով։ Դե հիմա մենք ռուսական ոլորտի մեջ ենք։ Դա սխալ հարց է։ Սխալ հարց է, բայց այդպես եղած է, բանի եղած։ Այդպես եղած է, համար վատ է եղած։ Այդպես վատ է, որ այդպես եղած է։ Վատ է եղած, չէ՞։ Լավ է։ Այսինքն մարդը լավ չէ, տեսանք ինչ որ տեսանք։ Մենք բանենք, հա, մի ճառագայթի, լույսի ճառագայթի նման կարող ունենա մի աղբյուր եւ գնա միտեղ, դուք կմոռանաք, որ մեր ժողովրդի մտքի մեջ Գարձադիբային է, որ այստեղ ռուսական դաշտ է, եղբայր, այստեղ ուրիշ մարդ չի գա խաղալ։ Մենք Ռուսաստանի հետ ենք աշխատում։ Մենք իրենց հետ ենք աշխատում, հենա միջուկային այդ ինչ է ֆորում էր, չէ՞։ Այո։ Ռուսաստանը։ Վարչապետը գնաց, այնտեղից էլ գնաց ՄԱԿ, մինչև էդ էլ եղել է Չինաստանում, մինչև էդ էլ Չինաստանի հետ էլ ռազմական։ Այս հիմա ո՞րն է, Հայաստանի գիծը ո՞րն է, ինձ իսեք, անգեղձորը։ Ախր ես ասում եմ գծեր չկան, դուք ասում եք գիծը, մի գիծ պետք է լինի։ Ձեր հարցից բխում է։ Հիմա աշխարհը այդպես է, բան։ Ո՞վ է ասել, որ այդպես է։ Ո՞վ է ասել, որ այդպես է։ Դուք հագարակը պիտի ասեք։ Ո՞վ է ասել։ Հələ մի հատ նայեք մյուս պետություններին։ Իսրայելը։ Օրինակ Հնդկաստանի գիծը ո՞րն է։ Ո՞րն է Հնդկաստանի գիծը։ Տարբեր հարցերում մեջ։ Տարբեր հարցերում տարբեր։ Բանի գիծը ո՞րն է։ Ֆրանսիայի գիծը ո՞րն է։ Հələ մի հատ նայեք Ֆրանսիական գիծը։ Ֆրանսիական գիծը տարբեր հարցերում շատ տարբեր։ Բայց մենք չունենք այդ կարողականությունը։ Մենք միշտ նեցուկի գարիկը պիտի զգանք եւ գսկանք, չէ՞։ Չի լինի մի քանի հոգուս նեցուկ, ոնց եք ասում, նեցուկ ստանալ, հա, ասում են։ Նեցուկ, այո։ Նեցուկ մի քանի հոգուց։ Այսի պիտի մեկ ընկեր, գիտեք ինչի նման է, էլի, եմ որ լինում է, չէ, ասենք ընկերական միջավայրեր են լինում, ասենք մի օր մի ընկերոջդ հետ, ասենք հանդիպես բան, մյուս ընկերը չի եղանա, ասի, բա ինչի ես իր հետ, բախին բերան ասեք, ես էլ, այ մարդը կարող է մի հարց ունեին քննարկելու, ասենք, այդ իրանք էլ են ընկերներ, այսինքն եթե մարդ չի կարող ունենա 3 ընկեր, 4 ընկեր, որոնք իրար հետ կարող է եւ այդքան էլ լավ հարաբերություններ չունենան կամ շփվի լավ ընկերել չէ, չի կարող ունենա շփման շրջանակ, համագործակցության մեծ եղբայրը գներվի։ Դե այդ ինչ տերմին է, ես այդ դրանք բան են, դրանք օբսոլետ տերմիններ են դրանք։ Գարձադիբ է այսինքն։ Ոնց են ասում։ Ժամանակավերև տերմիններ, մեծ եղբայր, ինչ ասել է մեծ եղբայր։ Ես չգիտեմ։ Խորհրդային միությունը նկատի ունի։ Դե խորհրդային միությունը չկա։ Դե հիմա եւ խորհրդային միությունը մեծ եղբայր չէ, խորհրդային միությունը մեկ պետություն էր, որի մեջ բոլոր այս մյուս պետությունները մտնում էին եւ ենթակա էին այդ պետության, ինչ մեծ եղբայր, դա մեկ պետություն էր։ Մեծ հայր էր ուրեմն։ Դե չգիտեմ ոնց կուզեմ։ Գիտեք, այս ցերեսածը ես լավ կհասկանամ, սակայն այսօր թիմած ուրիշ թեզը կգեներացվի եւ գսվի, որ
Տեսեք, այս իշխանությունները Հայաստանը Ուկրաինա դարձուցին եւ բոլորը հոս պիտի գրվին իրար դեմ եւ Հայաստանն է դուժողը, այսինքն եւ ռուսը, եւ ամերիկացին, եւ Եվրոպան, եւ Չինաստանը, եւ Հնդկաստանը, բոլորը խնդիր պիտի ստեղծեն, որովհետեւ բայց ես ինչքան հիշում եմ, հարցը գրծա նույնիսկ պաշտոնական մեկնաբանությունը Ուկրաինայում պատերազմ սկսելու այն էր, որ Ուկրաինան ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ճիշտ է։ Հիշում եք պաշտոնական մեկնաբանությունը ռուսների կողմից այն էր, որ իրանք չեն ուզում գնում է ցերից չեն ուզում, որ այդ ասացի լոգիկայի մեջ մտնենք, որ իրանք չեն ուզում, որ Ուկրաինան լինի բլոկային պետություն, այսինքն ունենա մեկ ուղղություն, ճիշտ է։ Հիմա այդ քննադատների տրամաբանությամբ ես համաձայն չեմ իրաց մեկնաբանության, բայց եթե մտնեմ իրաց տրամաբանության մեջ, ստացվում է, որ մեկ գիծ ունենալը կարող է խնդրեմ ստեղծի որևէ պետության համար, ոչ թե մի քանի գիծ ունենալը։ Եթե խոսում ենք այսպես կոչված ուկրաինացումից, չէ՞, այդ տերմինն էլ իմ դուրս չի գալիս, բայց քանի որ ասեցիք, այո, գա որովհետև լսա, մի քիչ տհաճ է պետության անունով տենց մագդիրներ սարքելը, բայց եթե նկատենք տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, չէ՞ որ այնտեղի մեղադրանքն այն էր, որ իրենք ընտրեցին մեկ վեկտոր, մեկ գիծ։ Հիմա ո՞նց է ստացվում, որ բազմաթիվ վեկտորներ ընտրելը կարող է կոչվի ուկրաինացում։ Այդ ո՞նց է ստացվում։ Չի բռնում ինչ-որ բան։ Թող նոր տերմին մտածեն։ Մի հատ տեսնեն ով է, որ բազմաթիվ համագործակցություններ ունենալու պատճառով խնդիրներ ունեցել, թող այդ պետության անունով կոչեն, այդ պետության օրինակի վրա տեսնենք ճիշտ են ասում, թե չէ։ Այդ օրինակը չի անցնում այնց որ աշխատող չի։ Դե ակնհայտորեն հակասող բան է, էլի։ Եթե ասում են բազմաթիվ գիծ ես վերցնում, ո՞նց է ո՞նց է լինում ուկրաինացում, եթե իրանք ասում են մենք գնում ենք այս ուղղությամբ եւ այդ է իրանք գիծը։ Հիմա իրանք մեզ մեղադրում են մեկ գիծ չունենալու մեջ, չբռնեց։ Հիմա ո՞րն է ճիշտ, մեկ գծով գնալը, թե բազմաթիվ գծերով գնալը միաժամանակ, ո՞րն է ճիշտը։ Թող մի տարբերակ ասեն, այդ մի տարբերակի վրա կենտրոնանանք։